Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Եթե սրան գումարում ենք, որ հունվարի 6-ին էլ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Անա եկեղեցու Բաքում հայտարարում է, որ իշխանությունն ու եկեղեցին միասնական են, այս հայտարարությունից էլ բխում է, որ Հայաստանում խախտվել է Ա. Աշխարհիկ պետության սկզբունքը, Բ. 18-րդ հոդվածով սահմանված եկեղեցու ինքնավարության սկզբունքը եւ սահմանադրության այլ հոդվածներ, որով խրախուսվում է հանրային համերաշխությունը։ Այս երեք սահմանադրական նորմերը խախտվել են։ Հետևաբար մենք այս վիճակը, որ Հայաստանում կա, հակասահմանադրական ռեժիմը։ Հիմա ասում եք, ինչ սցենարներ հնարավոր։ 3 հնարավոր սցենար ես ձեզ կասեմ։ Առաջին սցենարը դա այն է, որ կաթողիկոսին հարկադրում են հրաժարականի կամ ֆիզիկապես հեռացնում են վեհարանից, ասենք կալանքի տանելով կամ ավազակային հարձակում գործելով։ Օրինակ են Թալինի խուլիգան քաղաքապետին հրահանգում են, իր արոսակախումբը վերցնում գալիս է վեհարանի առաջ, գնում է տենց մի շոտ գործողության։ Բայց ոնց որ թե Նիկոլ Փաշինյանը այս ճանապարհից այս փուլում հրաժարվել է, որտեղ հասկացել է, որ դա շատ մեծ աղմուկ կարող է առաջացնել, նաև ազդել երկրի միջազգային լեգիտիմության վրա։ Գներսի մասին այնքան էլ չի մտածում, այլ երկրի միջազգային լեգիտիմության վրա մտածում է, որ դա կարող է ազդեցություն ունենալ։ Եվ իմ կարծիքով ընտրել է երկրորդ, շատ ավելի վտանգավոր ճանապարհը։ Նա ինչ է անում։ Նա գնում է եկեղեցու ինստիտուցիոնալ պառակտման ճանապարհով։ Այսինքն, նա ինչի է քահանաներ վերբով կանում, ժողովրդական լեզվով ասեմ, կամ չեկիստական լեզվով ասեմ, ոնց որ ընդունված է, որտեղ հենց կակեբեներ զբաղված է դրանով, ԱԾ-ն։ Որտեղ նա, երբ որ մի հատ քահանայի է վերբով կանում, դրանով կարողանում է օկուպացնել հերթական եկեղեցին։ Այսինքն, քահանայի եկեղեցին, երբ որ տիրադավ քահանայի եկեղեցին օկուպացնում են, այդ եկեղեցու դռները փակում են կանոնիկ կյանքով ապրող մեկ այլ քահանայի համար։ Այդ քահանաներն էլ թողում են փաստորեն ծառայությունից դուրս։ Այսպիսով նա ավելացնում այն եկեղեցիների թիվը երկրում, որոնք օկուպացված են։ Իմ ենթադրությունը նա է, որ տիրադավ արքիեպիսկոպոս եւ եպիսկոպոսների, տիրադավ քահանաների միջոցով նա փորձելու է առաջիկա շաբաթների ընթացքում ստեղծել զուգահեռ եկեղեցի, այլընտրանքային եկեղեցի, եթե կուզեք պատկերավոր ասեմ, հակաթող։ Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը այս ընթացքի մեջ է, սա շատ վտանգավոր ճանապարհ է, սա այնպիսի նստվածք է թողելու մեր ժողովրդի մտածողության, պատմության, հոգեբանության վրա, որ իշխանափոխությունից տասնամյակներ էլ անցի, անցնի սրա հետևանքները չենք կարող մենք մաքրել։ Սա ամենավտանգավոր ճանապարհն է Նիկոլ Փաշինյանը ընտրել։ Դրա ցավոք սրտի նա կարողացել է հասնել եկեղեցու ինստիտուցիոնալ պառակտմանը։ Երեք մի հատ շատ վատ պատկերի ականատես դարձանք ազգով մեկ, ազգովի, կոնտրաստի։ Հայտնի մարկանցից մեկի հոր հուղարկավորության պատարակ կարգը վարում էր տիրադավ եպիսկոպոս Գևորգ Սրբազանը, տիրադավ եւ թեմակալ առաջնորդի պաշտոնից հեռացված Գևորգ Սրբազանը վարում էր հոգեհանգստյան կարգը, հոգեհանգստին ժամանեց ամենայն հայոց կաթողիկոսը։ Սա մեր իրականության ողբերգական կոնտրաստն է։ Այնտեղ մի բան էլ եղավ, ընտանիքի սուքը հարգելով չեմ ուզում այդ դրվագին անդրադառնալ։ Բայց հասկանում եք ինչի մասին է։ Մի մարդ, որ ամբողջ օրը Կտրիս Ներսիսյանի եթերներում անպատվում է, խոնարհվեց եւ ամփյուրեց նրա աչքը։
Էդ էլ մյուս կոնտրաստը։ Ես մեր ողբերգական կոնտրաստն է։ Եվ երրորդ բանը, որ նոր քիչ առաջ ասեցի, Նիկոլ Փաշինյանը հակաեկեղեցական կամպանիան օգտագործում է ապատիկ հասարակություն ստանալու համար, որ ոնց ուզի ասպատակի այդ հասարակությանն էլ, Երևանի փողոցներն էլ, եկեղեցին էլ, մնացած բաներն էլ։ Բայց ասում եմ, բացառիկ շանս ունենք, որ մենք մեր հասարակությունը, ակտիվությունը մեծացնելով փոփոխություններ անենք, միշտ հիշեք, ոչ Ռուսաստանը, ոչ Եվրամիությունը, ոչ Միացյալ Նահանգները պարտավոր չեն մեր երկրի աղբը մաքրել։ Իրանք մաքսիմում կարող են մեզ օգնել իշոտ հարցերում։ Իդեպ ես ոչ մի բացի Թուրքիայից ու Ադրբեջանից սա հատուկ եմ ուզում շեշտել։ Որևէ այլ երկրի մեջ թշնամի չեմ տեսնում։ Բացի Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Եվ եթե մենք այլ բազմաթիվ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ այսօր խնդիրներ ունենք, այդ թվում մեր հարևան ու բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, կամ երբ որ մեր ու Միացյալ Նահանգների հարաբերությունները ճիշտ չեն զարգանում, կամ երբ որ մենք խնդիրներ ունենք Ռուսաստանի հետ, խնդիրը պետք է փնտրել Հայաստանի իշխանության առաջի դեմքերի ուղեղներում, ոչ թե այդ մայրաքաղաքներում։ Այդ մայրաքաղաքները բոլորն էլ հայ ժողովրդի նկատմամբ շեշտված բարեկամական վերաբերմունք ունեն։